Վերջին օրերի, առավելապես նախօրեին տեղի ունեցած տեղական ինքնակառավարման մարմինների ընտրությունների, ինչպես նաև այսօր բարձրաստիճան նշանակումների վերաբերյալ այս պահին զրուցելու ենք քաղաքական վերլուծաբան Հակոբ Բադալյանի հետ։ Բարի երեկո, պարոն Բադալյան, եւ շնորհակալություն մեր հրավերն ընդունելու համար։ Ձեր գնահատմամբ տեղական ինքնակառավարման մարմինների ընտրությունները ինչ որակի էին եւ այն սպասումները, որ մենք օրեր շարունակ ձևավորում ենք մեր մտքում, արդյոք դրանք իրականություն դարձան եւ որքանով հրապարակված նախնական արդյունքները կապ եւ առնչություն ունեն իրականության հետ։ Զուտ տեխնիկական մասով դրանք իհարկե հայաստանյան որակի ընտրություններ էին։ Ինչ վերաբերում է քաղաքական իրավիճակին եւ բովանդակությանը, ապա դրանք իսկապես բավական մեծ նոր տարեր էին պարունակում եւ մեծ հաշվով դրանց առայժմ նախնական արդյունքը իսկապես ստեղծել է նոր իրավիճակ, երբ գործնականում գրեթե չկա հաղթող կամ պարտվող մի կողմ եւ ինչ որ միջանկյալ վիճակ է ստեղծվել, երբ հանրապետականը ամենաշատ ձայնը հավաքել է, բայց ոչ այնքան, որը բավական է միանձնյա իշխանություն ձևավորելու համար, իհարկե մի փոքր այլ իրավիճակ է Գյումրիում, բայց ընդհանուր պատկերը կարծում եմ այդպիսին է, եւ սա մեծ հաշվով խորհրդարանական կառավարման մոդելի, այսպես ասած, այդ անցումային շրջանի առաջին արձանագրումն է, որը ինչ որ իմաստով նաև քննություն է թե հանրապետականի համար որպես իշխանություն եւ թե ընդդիմության համար որպես նոր իրավիճակ։ Հայազգային կոնգրեսի քաղաքացիական պայմանագրի պարտությունը արդյոք լուրջ մտածելու առարկա չէ։ Հենց իրենք համենայն դեպս քաղաքացիական պայմանագիրն իր արձագանքում այդ լրտությունը դրսևորել է արդեն իսկ, երբ պարզապես խոստովանվեց պարտությունը, եւ այս իմաստով սա էլ բավական նոր տարբերակ է եւ մեծ հաշվով ողջունելի տարբերակ, երբ քաղաքական ուժը իր վրա վերցնում է պատասխանատվությունը, քաղաքական պատմության մեջ նոր մշակույթ է եւ հետեւությունների վերլուծության հիմք դարձնում դա։ Այս իմաստով իհարկե թե այդ կուսակցությունները եւ թե ընդհանրապես ընդդիմադիր դաշտում մտածելու շատ բան կա, առաջին հերթին իշխանության պահվածքին արձագանքելու առումով, այսինքն մինչև հիմա ընդդիմությունը սովոր էր մի իշխանության, որը այսպես գնում է, այսպես ասեմ, կացնային ճանապարհով, ամեն ինչ վերցնելու ճանապարհով, այժմ իշխանությունը արձագանքելով իհարկե նոր իրավիճակին, նոր մարտահրավերներին, լարված սոցիալական եւ հոգեբանական իրադրությանը, գնում է որոշակիորեն ապակենտրոնացնելու, այսպես ասած, պայմանական տարբերակով, երբ մասից հրաժարվում է ինչ որ իմաստով ամբողջը պահելու համար, ընդդիմությունը անհրաժեշտություն ունի եւ դա ցույց տվեց այս ընտրությունը adekvat դառնալ, ադապտացվել այդ իշխանության հետ պայքարին կամ այդ իշխանության հետ մրցակցությանը, իշխանություն, երբ որը չի գնում կացնային ամեն ինչ վերցնելու տարբերակով, այլ ինչ որ բան զիջում է եւ այս իրավիճակը իսկապես մարտահրավեր է հակառակին սովոր եւ հակառակ տրամաբանության մեջ գործունեություն ծավալող ընդդիմադիր դաշտի համար։ Հովիկ Աբրամյանը առաջին անգամ ընտրություններին կարծես թե ուղղակի մասնակցություն եւ ներգրավվածություն չունեցավ։ Սա եւս կարծում եք, որ կարևոր քննություն էր առանց Հովիկ Աբրամյանի հանրապետական կուսակցության համար ընտրություններ կազմակերպելու եւ նաեւ 2017 թվականի խորհրդարանական ընտրություններին Հովիկ Աբրամյանին եւ քրեական ամբողջ այն տարերին, ովքեր հանրապետականի համար եւ հանրապետականի օգտին մշտապես ծառայություն են բերել, այս կամ այն կերպ փող, վախի մթնոլորտ, կրակոցներ, ծեծ, ջարդ, սպանություն, ապահովելով հանրապետականի հաղթանակը։ Ըստ էության այս ընտրություններում, իսկ մենք գիտենք, որ բոլոր ընտրություններում Հովիկ Աբրամյանը շատ կարևոր դերակատար է եղել։ Նա ամենավերջին գյուղում նույնիսկ ունեցել է կապեր եւ այդ կապերով կարողացել է թաղային, պաշտոնական, գյուղապետի մակարդակներով ապահովել հանրապետականի համար ցանկալի արդյունք։ Այ մասից հրաժարվելն ամբողջը պահելու այս նոր սխեման չեք կարծում, որ ինքնին բավական կարևոր նոր մոտեցում է նոր իշխանության համար, Կարեն Կարապետյանի իշխանության համար, այլևս կառավարության համար պատրաստվել
խորհրդարանական ընտրություններին առանց քրեա օլիգարխիայի այն այսպես կոչված արջի ծառայության, որի մասին նույն իշխանությունը բարբերաբար այդ ընտրություններում տեղ գտած խախտումների մասին արձագանքելիս խոսում էր այդ արջի ծառայություն բերողների մասին։ Կդժվարանամ գնահատել, թե ինչքանով է հրատապությունը կորցրել այդ արջի ծառայություն ասվածը, այդ բռի մեթոդներով արդյունք ստանալու տարբերակը, այն որ իշխանությունը ձգտում է հնարավորինս հրաժարվել դրանից, որպեսզի քիչ խնդիրներ եւ քիչ աղմուկ տեսնում եք այդպիսի ցանկություն։ Ցանկությունը իհարկե կա եւ դա պայմանավորված է հնարավորինս անաղմուկ ընտրություն անցկացնելու հանգամանքով, քանի որ դա ավելի թուլացած ներքին պատճառներ ունի, թե արտաքին։ Ես կարծում եմ դրա առաջնային պատճառը նախ տնտեսականն է, այսինքն իշխող համակարգը չունի ուժային լուծումներին մեծ ապավինելու, մեծ մաս հատկացնելու պարզապես տնտեսական ռեսուրս։ Եվ այդ տնտեսական ռեսուրսը համակարգը թուլացրել է ընդհանրապես ներսից եւ դրանով են պայմանավորված նաեւ ներիշխանական այդ դիմակայությունները։ Այս պայմաններում համակարգը իսկապես չունի այն ռեսուրսը, որը թույլ կտա նրան գնալ հնարավորինս ուժին ապավինելու տարբերակին եւ ստիպված է գնալ փնտրել ուղիներ, որոնք հնարավորինս անաղմուկ կդարձնեն ընտրական արդյունքի ստացումը։ Եվ այս փնտրտուքի մեջ կիրառվում են տարբեր խնդիրներ, տարբեր մեթոդներ, թե ընդդիմադիր որոշ ուժերի հետ պայմանավորվելու, ինչ որ համաձայնության գալու, լինի դա ընտրական օրենսգրքի շուրջ, թե խաղի ինչ որ կանոնների, թե ներիշխանական վերադասավորումների տարբերակով, եւ այդ թվում նաեւ իհարկե այն թևին, որը ներկայացնում էր Հովիկ Աբրահամյանը, որոշակի հետ բերել իշխանական այսպես առաջնային դիրքերից։ Այս ամեն ինչը իհարկե փաթեթային մի ընդհանուր գործողություն է, մարտավարություն է, որ իշխանությունը կիրառում է եւ որի առանցքում իմ կարծիքով հենց այդ ռեսուրսների տնտեսական հենքի բացակայությունն է։ Ինչ կասեք մասնակցության մասով։ Ամենամտահոգիչը ըստ էության այս ընտրություններում, թեև շատ քաղաքական ուժերի այսպես աննախադեպ մասնակցություններ եւ Գյումրիում 10 կուսակցություն, 8 կուսակցություն Վանաձորում, այնուամենայնիվ 43,000 քաղաքացու մասնակցությունը 80,000-ից օրինակ Գյումրիում եւ 40,000 ընտրողի մասնակցությունը Վանաձորում բավական լուրջ ազդակ է, որ մեր երկրի բնակչությունը, քաղաքացիները այլևս քաղաքական այս ներկապնակի կամ քաղաքական դաշտի մասնակիցներից եւ ոչ միայն իշխանության, այլև մյուս սուբյեկտներին այլևս հավատ չի ընծայում եւ իր երկրի, իր բարեկեցության խնդիրը, լուծումը չի տեսնում այն գործիքակազմի մեջ, որ առաջարկում են քաղաքական դաշտի գործիչներն ու մասնակիցները։ Ընտրության մասնակցության այդ նվազդ թիվը իհարկե պայմանավորված է ընդհանուր հիասթափությամբ, նախ եւ առաջ թե ընտրական գործընթացից, այսինքն մարդիկ հույս չունեն, որ ընտրությունը ինչ-որ բան փոխելու է։ Եվ մենք սասնածռերի գործողություն ենք ունեցել, ըստ էության սասնածռերի գործողությունն ինքնին մերժում էր քաղաքական այն համակարգային լուծումները, որ առաջարկում էր ոչ միայն իշխանությունը, այլև այդ համակարգի, այսպես ասած, ինչպես նաեւ հիմնադիր խորհրդարանն էր մշտապես տարփողում, այդ համակարգի ներսում գործող ընդդիմադիր ուժերը։ Եթե անդրադառնանք հուլիսյան իրադարձություններին որպես տարբերակ ընտրական մեխանիզմի հակառակ տարբերակ, որպես այլ ընտրանք, այստեղ էլ հասարակության արձագանքը բավական ուշագրավ էր, այսինքն մարդիկ աջակցեցին բարոյապես, չգիտեմ, հոգեբանորեն աջակցեցին այդ քայլը հասկանալի դժգոհությունից ելնելով, բայց կար մի հետաքրքիր հանգամանք, որ հասարակությունն ինքը աջակցող չեղավ, այսինքն ինքը չգնաց բացի հավաքվելուց եւ այդ միտինգային մեխանիզմից, ինքը չգնաց որևէ ռադիկալ քայլ շարունակելու, կրկնելու կամ այդ տարբերակի։ Այսինքն այստեղ նաեւ հարաբերական է, որ ընտրական մեխանիզմից հիասթափված լինելով արդյոք հասարակությունն ինքը գնացող է ռադիկալ մեխանիզմների, կարող է աջակցել, բայց ինքը կգնա ռադիկալ մեխանիզմների։ Այս առումով հուլիսյան դեպքերը բավական հարաբերական իրավիճակ էին ցույց տալիս։ Մի կողմից աջակցություն ռադիկալ քայլին, մյուս կողմից մերժելով հանդերձ ընտրական գործընթացները, սասնածռերի զինված խմբի անդամ Արայիկ Խանդոյանը որոշեց սեպտեմբերի 18-ին առաջադրվել եւ փաստորեն սեփական գյուղում նույնիսկ նա երրորդ տեղը զբաղեցրեց։ Այս ամեն ինչը ես կարծում եմ գալիս է ամենագլխավոր խնդրից, այսինքն
հասարակության բուն խնդրի մարտահրավերի հստակ ձևակերպման բացակայությունից, այսինքն սա երբ չկա նաև այս խնդրի հանդեպ հստակ վերաբերմունք ձևավորող եւ հայեցակարգային մոտեցում, կոնցեպտուալ մոտեցում ձևավորած քաղաքական կամ քաղաքացիական սուբյեկտներ, որոնք ունեն տվյալ խնդրի հանդեպ երկարաժամկետ վարքագծի տարբերակներ, սցենարներ, եւ սա է կարծում եմ առանցքային խնդիրը, եւ ի տարբերություն քաղաքական, քաղաքացիական շրջանակների իշխանությունը այդ հարցում առավել երկարաժամկետ սցենարների եւ քայլերի է տիրապետում, գուցե ունի նաեւ ռեսուրսային հնարավորություն այդ ամեն ինչը առավել հանգամանալից պատրաստելու համար, բայց այդուհանդերձ հասարակությունը այդ առումով բավական հետ է մնում եւ ամեն ընտրություն եւ ամեն հետընտրական արձագանք, գնահատականներ վկայում են հենց այդ հետ մնալու հանգամանքը։ Կարծում եմ սա ամենագլխավոր մարտահրավերն է, որ նաեւ վերհաստատվեց այս անգամ։ Եվ այդ առումով էի նաև նշում քաղաքացիական պայմանագրի դիրքորոշման առանձնահատկությունը, երբ առաջին անգամ քաղաքական ուժը ընդունում է, որ պարտվել է, խնդիրը այն չէ, որ պարտվել է օրինական պայքարում կամ անօրինական, կա իրավիճակ, որին մասնակցում ես եւ ընդունում ես պարտությունը եւ դրա պատճառները պետք է քաղաքական ուժերը փնտրեն իրենց մեջ ցանկացած անհաջողության դեպքում, ինչպես աշխատել հասարակության հետ, ինչպես հասարակությանը բերել ընտրատեղամաս կամ որևէ այլ տեղ, բայց ինչպես բերել որպես մասնակից, ոչ թե որպես դիտորդ։ Սա առանցքային խնդիրն է, որը հերթական անգամ կարծում եմ դրսևորվեց, որ ցույց տալով, որ իշխանությունը շարունակում է մի քանի քայլ լինել առաջ։ Գալով այսօրվա իրադարձություններին եւ այսօրվա կարևոր նշանակումներին, ըստ էության Սեյրան Օհանյանը հրաժեշտ տվեց իր պաշտոնին Վիգեն Սարգսյանը, որը պետք է ասել անփորձ որևէ զինվորական պաշտոնի մեկն է, որ պաշտպանության նախարարությունում ընդամենը 2002-3 թվականներին Սերժ Սարգսյանի ռեֆերենտն է եղել, օգնականն է եղել, այսինքն համակարգային, այսպես ճանապարհ չի անցել պաշտպանական գերատեսչությունում։ Նրա հետ փաստորեն դուրս դրվեց բանակից Յուրի Խաչատուրովը, նա անվտանգության խորհրդի քարտուղար է նշանակվել։ Այս փաթեթային հերացումը երկու զինվորականների ինչպես եք մեկնաբանում եւ գնահատում, դա Հայաստանում կայացված որոշում է, թե որոշումը կարող է եւ կայացված լինել Հայաստանում, բայց այնուամենայնիվ այն պետք է համաձայնեցված լիներ Հյուսիսում։ Այն, որ պաշտպանության նախարարության այդ երկու կարևոր պաշտոններ, այսինքն զինված ուժերի բանակի այդ երկու կարևոր պաշտոններում նշանակումները անկասկած արվելու էին մտքում ունենալով արձագանքները ոչ միայն Մոսկվայում, այլ նաև Վաշինգտոնում, նաև Բրյուսելում, այսինքն այդ երեք հիմնական աշխարհակաղակական կենտրոնները, չեն բացառում նույնիսկ, որ դա կարող էր հետաքրքրության առարկա լինել նաև Թեհրանում, Իրանի համար։ Եվ այս իմաստով այն, որ դրանք հաշվի էին առնվելու, անկասկած է, բայց կարծում եմ որոշումը այդուհանդերձ կայացվել է Հայաստանում եւ որոշումը կայացրել է Սերժ Սարգսյանը։ Փաթեթային հերացումը կարծում եմ պայմանավորված է թե վաղուց հայտնի դիմակայությամբ Սեյրան Օհանյան Յուրի Խաչատուրով, որը պարբերաբար սպրդում էր մամուլ տարբեր երևույթների իրողությունների տեսքով, ես կարծում եմ Սերժ Սարգսյանը չուզեց մեկին թողնել, մյուսին հեռացնել, ինչ որ իմաստով խնդիրը արմատից կտրելու համար պատժեց կամ համարեց, որ ժամանակը պարզապես սպառվել է, ապրիլյան պատերազմը որքանով կապ կարծում եմ կապ ունեցավ, արագացրեց որոշակի եզրակացություններ կամ որոշումներ, ստեղծեց հիմք, փաստարկ տվեց լրացուցիչ, որ այդ տանդեմը իսկապես անարդյունավետ է այլևս բանակի համար, եւ սա առաջ էր բերել, կարծում եմ, անվտանգության լրջագույն խնդիրներ։ Այստեղ կապ չունի եւ էական չի, թե նրանցից հատկապես ով էր թերացողը եւ մեղավորը։ Կար լուրջ հակադրություն, անձնական արդեն մակարդակի հակադրություն եւ կարծում եմ այստեղ պետք էր փաթեթային հեռացում։ Վիգեն Սարգսյանի նշանակումը որքանով կապ ունի սահմանադրական փոփոխությունների հետ, երբ փաստորեն ըստ նոր սահմանադրության, արդեն գործող սահմանադրության, պաշտպանության նախարարը բոլորովին այլ գործառույթների է կոչված լինելու եւ հիմնական բանակի պատասխանատուն զինված ուժերի շտաբի պետն է։
Կարծում եմ սահմանադրության փոփոխության հանգամանքը իսկապես կարևոր դեր ունի, այսինքն կարգավիճակ է ըստ էության փոխվում, Գերագույն գլխավոր հրամանատարի բացակայության պայմաններում, խաղաղ պայմաններում պաշտպանական քաղաքականությունը ղեկավարում է պաշտպանության նախարարը եւ այս իմաստով ընդգծված քաղաքական դեմքի նշանակումը գալիս է հենց այդ տրամաբանությունից։ Բացի այդ, կարծում եմ իրավիճակը այլ է նաև ոչ միայն սահմանադրությամբ պայմանավորված, այլ վերջին շրջանի նաև արտաքին քաղաքական զարգացումների, վերջին տարիներին հայկական բանակի վրա ըստ էության ընկած էր նաև արտաքին քաղաքականություն իրականացնելու ծածկելու, այո, եւ ընդգծված էր նույնիսկ այդ առումով ընդգծված էր արտաքին կենտրոնների հետաքրքրությունը ավելի շատ Հայաստանի պաշտպանության նախարարության, քան արտաքին գործերի նախարարության հանդեպ, եւ այստեղ այդ իրավիճակը այդ հանգամանքը իրավիճակային ակնթարթային չէ եւ ակնհայտորեն շարունակվելու է առաջիկայում եւ նաեւ դրան է արձագանք, այսինքն բանակի այդ քաղաքական կոմպոնենտը մեծացնելուն եւ ռեսուրս որպես ընդգծելուն, ընդլայնելուն, իսկ անմիջական կառավարումը այո կիրականացվի զինված ուժերի շտաբի։ Մենք շատ լավ գիտենք, որ բանակը շատ կարևոր դերակատարություն ունի ընդհանրապես իշխանության պահպանման, իշխանության այսպես ամուր պահելու խնդիրների հետ, բանակ ոստիկանություն մշտապես փաստորեն նաև գործադրվել են այդ երկու կառույցները իշխանությունը ամեն գնով պահելու, մենք տեսել ենք այդպիսի օրինակներ մարտի 1-ին առավելապես, երբ բանակն ուղղակի Երևանի փողոցներում գործի էր դրվել։ Այն հնարավոր փոփոխությունները, որոնք կարող են հետևել Հովիկ Աբրահամյանի ուրեմն կառավարության եւ նրան ուրեմն համակարգից դուրս դնելու հետ։ Կարծում եք, որ Վիգեն Սարգսյանին որպես շատ հավատարիմ մեկի նշանակումը նաև հնարավոր պատրաստությունն է այդպիսի խմորումների եւ զարգացումների համար առաջիկայում եւ ապագայում, որ մենք շատ լավ գիտենք, որ Կարեն Կարապետյանի պաշտոնավարումը կարող է եւ քայլերը, որոնք նա կարող է նախաձեռնել, դուր չգալ պաշտոնից այսպես զրկված նախարարներից շատ-շատերին, քրեա օլիգարխիայի այսպես ականավոր ներկայացուցիչներին եւ այս նշանակումները եւս ամրացնում են Սերժ Սարգսյանի դիրքերը հնարավոր դիմակայության համար։ Ընդհանրապես վերջին 1-1.5 տարվա կադրային քաղաքականությունը եթե դիտարկենք, հատկապես ուժային կառույցների մասով, Գեորգի Կուտոյան, այո, դա նկատելի է նշանակումներում այդ անձնական վստահելիության բաղադրիչի շեշտադրումը։ Ոչ այնքան փորձին ապավինելու, որքան սեփական այսպես շրջապատի յուրային լինելու։ Այո, ինչ որ իմաստով Սերժ Սարգսյանը, այսպես ասենք, անմիջական նախագահական կառավարում է փորձում հաստատել այդ կառույցներում, մինչև կձևավորվեն թիմերը համապատասխան եւ համակարգը։ Այդ բաղադրիչը իսկապես կա եւ դա պայմանավորված է այն խնդիրներով, որ Սերժ Սարգսյանը ունի իր առաջ, կարծում եմ դրել է իր առաջ եւ նույնիսկ շեշտադրում է դա, մասնավորապես առանցքային անվտանգության ծառայության հետ ես պիտի հիշեցնեմ, որ մենք ունեցանք այդպիսի մի խնդիր Սասնա-Ծռերի գործողության հետ, փաստորեն ներքին, այսպես դավադրություն էր եղել ընդդեմ Գեորգի Կոտոյանի եւ Լևոն Եպիսկոպոսյանը, ուղղակի փաստորեն անվտանգության ծառայության պետի տեղակալը դուրս դրվեց համակարգից, մամուլում սպրտեցին տեղեկություններ, որ նա իմացել է այդ գործողության մասին եւ փաստորեն անհրաժեշտ գործողություններ չի իրականացրել, հույս ունենալով, որ պատասխանատվությունը կընկնի ծառայության պետի վրա եւ Գեորգի Կոտոյանը պաշտոնանկ կարվի։ Խնդիրը, քանի որ ակնհայտորեն Սերժ Սարգսյանը դրել է հանրապետական այդ մեծամասնության, այսպես ասած, քաղաքական մեծամասնության տրանսֆորմացիայի խնդիր, իհարկե ելնելով իշխանության ձևավորման իր տրամաբանությունից, այստեղ այդ ուժային կառույցների անձնական վստահելիությունը նրա համար դառնում է չափազանց կարևոր, որովհետև այդ պատվարը անվտանգության այդ զրահը, երբ քաղաքական հենարանի վերանայման հարց է դրված, այսինքն կազմի վերանայման հարց է դրված, դառնում է չափազանց կարևոր։ Ես կարծում եմ ուժային համակարգում նշանակումներում եւ նաեւ այդ թվում պաշտպանության նախարարությունում կարծում եմ պայմանավորված է այդ անձնական վստահելիության բաղադրիչը պայմանավորված է այդ հերահար խնդրով։ Այդ խնդիրը իհարկե դեռևս
կարծում եմ տևական գործընթաց եւ վայրիվերումներ կարող է պահանջել եւ առավելապես վճռական փուլ կարող է մտնել ընտրությունից հետո ավելի շատ, քան մինչև ընտրությունը։ Եվ այստեղ իսկապես այդ պատվարը պետք է ձևավորվի, այդ ընդգծված այդ հանգամանքը կա ոչ միայն Վիգեն Սարգսյանի պարագայում, այլ նաև կարծում եմ զինված ուժերի գլխավոր շտաբի պետ Մովսես Հակոբյանի, այստեղ եւս կա, իհարկե Հակոբյանը անփորձ չէ համակարգում, նոր մարդ չէ համակարգում, բայց կարծում եմ էլի անձնական վստահելիության այդ ընդգծված բաղադրիչ լինելով չսիրված Արցախում շատ լուրջ խնդիրներ մամուլում գրվեց, որ խնդիրներ ունեցել է, խնդիրներ եղել են, խնդիրներ տնտեսական Արմեն Գևորգյանի նշանակումը աշխատակազմի ղեկավարի վերանշանակումը պաշտոնում ըստ էության նոր տանդեմ է նախագահականում Ալեքսան Հարությունյան Արմեն Գևորգյան տանդեմը ձեզ ինչ որ այսպես դեժավյուներ Ես կարծում եմ այստեղ պարզապես այդպես պաշտոնեական նշանակում է, չեմ կարծում առանձնապես մեծ քաղաքական ենթատեքստ կա այդ նշանակման տակ։ Ինքը նախագահի աշխատակազմի ղեկավարի պաշտոնը իհարկե կարևոր պաշտոն է, բայց երբ նայենք այս ընթացքում առանձնակի ինչ որ հաստատուն քաղաքական ենթատեքստեր դրա տակ չեն եղել։ Եվ այդ իմաստով կարծում եմ պարզապես Արմեն Գևորգյանը գնահատվել է որպես բարեխիղճ իր պարտականությունները բարեխիղճ կատարող նկատի ունեմ իշխանական եւ առավելապես Սերժ Սարգսյանի իշխանական Դե նա չհամակերպվեց Հովիկ Աբրահամյանի հետ, նա դուրս եկավ գնաց բիզնես եւ Սերժ Սարգսյանը չթողեց նրան մասնավորում։ Կարծում եմ այս հանգամանքը, այսինքն զուտ որպես պաշտոնյա, զուտ որպես ֆունկցիոներ գնահատելու եւ այդ փոփոխությունների կոնտեքստում նրան դուրս չթողնելու հանգամանքներ առավելապես պայմանավորում այս նշանակում։ Եվ ամփոփելով այս նշանակումները որքանով կապ ունեն այն գլոբալ փոփոխությունների հետ, որոնք սկիզբ են դրվել Կարեն Կարապետյանի նշանակմամբ այդ նոր նախարարների, տեխնոկրատների կառավարության, այսպես Երևան բերելով։ Ես կարծում եմ դրանց կարևոր մասերից են թեև այս նախարարները որևէ ուղիղ առնչություն չունեն վարչապետի հետ դրանք տնտեսական բլոկի հետ այո առնչություն չունեն, բայց ընդհանուր քաղաքական միջավայրը, որում պետք է ընթանա իշխանության նոր իշխանության ձևավորման գործընթացը, որովհետև կարծում եմ ըստ էության Հայաստանում կար մի խնդիր, իշխանության խնդիրը, երբ անցնող տասնամյակում Ռոբերտ Քոչարյանի իշխանությունը դուրս եկավ, բայց այդպես էլ որևէ մեկի, մասնավորապես Սերժ Սարգսյանի իշխանությունը չդարձավ, եւ հիմա Սերժ Սարգսյանը փորձում է արդեն իր նախագահական լիազորության ավարտին ձևավորել այնպիսի իշխանություն, որը առավելագույնս կառավարելի կլինի իր համար եւ իր մասնակցությունը առնվազն ՀՀԿ նախագահի դիրքերից եւ կարգավիճակից։ Շնորհակալություն այս զրույցի համար, պարոն Բադալյան, ես հիշեցնեմ, որ մենք ուղիղ եթերում զրուցում էինք քաղաքական վերլուծաբան Հակոբ Բադալյանի հետ։